Այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Amateur Football League-ի համահիմնադիր Հարություն Ախվերդյանին, Հարութ ողջույն, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ Ռոբերտ ջան, շատ շնորհակալ եմ ձեզ մեզ հյուրընկալելու համար։ Հարութ, երեք ավարտվեց Amateur Football League-ի առաջին մրցաշրջանը, եթե ես չեմ սխալվում, առաջին սեզոնն էր ու մենք եկանք լուսաբանեցինք կադրերը հիմա ընթացքում կտեսնենք։ Խնդրեմ ներկայացնել այդ ինչ ֆուտբոլային մրցաշար է եւ ինչպես ստեղծվեց այդ մրցաշարն անցկացնելու գաղափարը։ Ուրեմն Ռոբերտ ջան, AFL-ն ֆուտբոլային կազմակերպություն է, որտեղ մենք իրականացնում ենք տարբեր ֆորմատի, տարբեր ձևաչափերի առաջնություններ, լիգաներ, լինում են 4-ամսյա լիգաներ, լինում են 2 օրվա լիգաներ, 3 մեր 4-ամսյա լիգաների 5-5 ֆորմատով, 5-5-ի դեմ ֆորմատով խաղերն էին, 3 եզրափակիչներն էին, ունեցանք 3 եզրափակիչ, ներկա գտնվեցիր, տեսար ինչպեսի խաղեր են ընթանում։ Շատ թեժ խաղեր էին ընթանում, շատ լավ, ամեն ինչ շատ լավ անցավ մեր սպասումներից ավելի լավ, ինչը շատ ուրախալի է մեզ համար։ Դա ճիշտ է, մեր առաջին, այսպես ասած, երկարաժամկետ 4 ամսվա լիգաներ, որը անցավ կարելի ասել լավ։ Եվ առհասարակ որքանով էր հեշտ կազմակերպել նման մի բան է Հայաստանում կազմակերպել եւ քո երկրում ես, իսկ մեկ այլ բան է այդ ամեն ինչը անել Միացյալ Նահանգներում, որտեղ ամեն ինչ օտար է, բայց մենք հայերով շատ ենք, դա չէ խնդիրը։ Ընդհանրապես կազմակերպչական տեսանկյունից ինչ բարդություններ կային, որոնք եղան հաղթահարելի եւ ի վերջո մրցաշարը կայացավ։ Ուրեմն մենք մեծ դժվարություններից մեկը այն էր, որ մենք շատ երկար ժամանակ ունենք միտքը կազմակերպելու այս լիգան, բայց դժվարություններից մեկը այն էր, որ չենք կարողանում գտնել համապատասխան մարզադաշտ։ Այստեղ, այո, որովհետև Լոս Անջելեսում կա այդ խնդիրը, մարզադաշտերի, տարածքների ֆուտբոլ խաղալու համար շատ այն թվի համար, որ կան ֆուտբոլասեր մարդկանց համար, թիմերի համար, մանկական մարզումների համար, այդ թիվը, որ կա այդ պարապողների ֆուտբոլասեր մարդկանց համար, մարզադաշտերի թիվը համապատասխան այդ թվին շատ ցածր է, շատ փոքր է։ Դրա համար այդ խնդրին էինք անդադ հասնում ենք այդ խնդրին ու չէինք կարողանում գտնել այդ մարզադաշտը։ Եվ նոյեմբերին էր 2025 թվականի նոյեմբերին մի անգամից բացվեց Ամերիկանայի rooftop-ում այդ 5-5-ի ֆորմատով այո խաղադաշտը եւ մի անգամից նույն օրը մենք հանցանք գործի եւ նրանց հետ պայմանավորվեցինք, վերցեցինք այդ խաղադաշտը եւ փորձեցինք հավաքել թիմեր։ Մենք մտածում էինք, որ սկզբի համար բարդ կլինի, որովհետեւ մենք նոր էինք սկսում, շատ մարդ չէր ճանաչում AFL-ն, բայց կարողացանք հավաքել, մենք դրել էինք մեր սանդղակը այսպես 12 թիմ եւ 1 դիվիզիոն, բայց 12 թիմը հավաքվեց 1 օրվա ընթացքում։ Մենք շատ լավ վիդեո հոլովակներ նկարեցինք, տեղադրեցինք մեր Instagram-յան էջում եւ մի անգամից 1 օրվա ընթացքում հավաքվեցին բոլոր 12 թիմերը։ Մենք նորից մեր դաշտում պայմանավորվածությունը այնպես կայացրեցինք, որ ինչքան թիմեր ավելացնենք, այդքան ժամերը մեր ավելացնեն, մեծացնենք։ Ու արդեն հասանք 24 թիմին, որոշեցինք այդտեղ կանգ առնենք, որովհետև առաջին անգամներ չգիտենք ոնց եք դուրս գալու տակից, բայց կարծում եմ շատ լավ եղավ ամեն ինչ, թիմերը բոլորը գոհ էին, մարդիկ ովքեր հետևում են AFL-ին սիրով գալիս են, շատ մարդիկ կային, ովքեր չեն մասնակցում այդ լիգային, բայց գալիս են ուղղակի դիտելու, դա մեզ համար շատ ուրախալի է, որ առաջին լիգան այսպես ընթացավ, իհարկե շատ բացեր կան, այդ բացերը մենք էլ ենք տեսնում, ովքեր շատ մտահոգ են AFL-ով, նրանք էլ մեզ այդ խորհրդակցում են, տալիս են իրենց խորհուրդները, կիսվում են դրանցով, մենք պետք է քայլ առ քայլ այդ բացերը լրացնենք եւ դժվարությունները միշտ լինում են, պատրաստ ենք AFL-ով, մեծ թիմ ունենք, պատրաստ ենք բոլորը հաղթահարենք։ 3 հարգելի հեռուստադիտողներ, 3 տեղի ունեցավ 3 եզրափակիչ, 2-ում մասնակցում են հայկական թիմեր, ցավոք 2-ում էլ մեր թիմերը պարտվեցին, ընդ որում առաջինում մրցակիցը բավական ուժեղ էր, իսկ երրորդում, այսինքն վերջին խաղում պայքարն անհամեմատ ավելի թեժ էր, այնտեղ մեր թիմը պարտվեց 3-5 հաշվով, շատ էին հայկական թիմերը արդյոք եւ որքանով էր արագ նրանց արձագանքը եւ ինչպես իմացան ու
էլի են ուզում մասնակցել թե ոչ։ Ուրեմն ասեմ, որ հայկական թիմերը այդ 24 թիմերի մեջ մեծամասնություն չեն կազմում, ավելի շատ լատինական երկրներից են թիմերը մեծամասնությունը, բայց հայերի այն թիմերը, որ կազմվել են, շատ լավ թիմեր են եւ նախկինում Հայաստանում պրոֆեսիոնալ խաղացած այդ մակարդակի ֆուտբոլիստներ էին, նրանք կազմել էին լավ թիմեր եւ մենք էլ շատ ուրախ ենք իրենց այնտեղ տեսնել մեր առաջի լիգայի ընթացքում, շատ շնորհակալ եմ նրանց բոլորին, որ մեզ վստահել են եւ մասնակցել են մեզ մոտ մեր լիգային եւ այո, երեք ցավոք երկու թիմերն էլ հայկական երկու թիմերն էլ պարտվեցին, որովհետեւ խաղում էին ոչ պակաս նրանց նույն մակարդակի շատ ուժեղ ֆուտբոլիստների դեմ, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների դեմ, ովքեր խաղացել են լատինական տարբեր երկրներում եւ ֆուտզալի հենց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ոչ միայն մեծ ֆուտբոլի եւ դրա համար էլ շատ թեժ խաղեր էին ընթանում եւ շատ ուրախ ենք, որ կարողացել ենք համախմբել այն մարդկանց մեզ մոտ, ովքեր որ ֆուտբոլը, այսպես ասած, թողել են, ժամանակից շուտ են թողել, բայց նրանց մեջ այդ կրակը դեռ ֆուտբոլի հանդեպ կա եւ փորձում ենք մենք հավաքել մեզ մոտ այդ մարդկանց, ովքեր շատ սիրում են ֆուտբոլ, շատ ուզում են խաղալ ֆուտբոլ եւ շարունակեն նրանք իրենց այդ էմոցիաները ստանալ մեզ մոտ։ Հիմնական իմաստը ԱՖԼ-ի դա է, որ հավաքենք մեզ մոտ համախմբվենք այն մարդկանցով, ովքեր շատ սիրում են ֆուտբոլ եւ ուզում են նորից զգան իրենց ֆուտբոլիստ, ապրեն ֆուտբոլով, դա է գաղափարը։ Բնականաբար ասացիր, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր, եղան բացեր, որոնք ընթացքում լրացվեցին, իդեպ եզրափակիչ խաղերին հետևելով ես կարող եմ վստահաբար ասել, որ բաց գրեթե չկար։ Ես պատկերացնում եմ, որքան բարդ էր հենց սկզբում։ Ու հիմա որոնք են հետագա անելիքները, որովհետև հիմա արդեն մոտավորապես պարզ է ինչպես է անցկացվելու հաջորդ մրցաշարը, ելի լինելու է նման երկարաժամկետ մրցաշար թե ոչ, եւ լինելու է էլ ավելի մեծ ֆորմատի, որպեսզի ավելի շատ թիմեր մասնակցեն, որովհետև ես վստահ եմ, որ այս հաջողությունը 3 մրցաշարերի անցկացումը եւ այս մրցաշարերի անցկացման հաջողությունը բնականաբար պետք է ամրապնդել եւ շատ են եղել մասնակիցներ, ովքեր ուզեցել են ներգրավել, բայց արդեն ուշ է եղել, թիմերի քանակն է լրացել, որոնք են լինելու հաջորդ անելիքները լիգայի։ Ուրեմն նախ Ռոբերտ ջան, շնորհակալություն քեզ երեք ներկա գտնվելու համար, ֆինալի խաղերին ներկա գտնվելու համար։ Այո, բացերը սկզբում շատ էին, բացերը նրանք էին, որ սկզբում մրցավարների հետ կապված խնդիրներ էինք ունենում, մրցավարներ հրավիրում էինք, նրանք գալիս էին, չէին արդարացնում մեր սպասելիքները, փոխում էինք մեկ ուրիշ մրցավարի մյուս բացերն էին, որ նկարանումների հետ կապված խնդիրներ էին լինում։ Ամեն խաղից հետո մենք փորձել ենք բարելավել եւ վերջում ստացվավ այն ինչ որ ֆինալում ունեցանք եւ ձեր կարծիքը ֆուտբոլի մեջ երկար տարիներ գտնվող որպես մարդու կարծիք մեր համար կարեւոր է, շատ շնորհակալ ենք, որ եկաք գտնվեցիք եւ այսպես դրական գնահատական եք տալիս եւ հետո ինչ ենք ունենալու ենք մեր նպատակները հիմա սա է, որ ունենանք տարբեր ֆորմատի լիգաներ, ունենանք քափեր, այսինքն 1-2 օրվա առաջնություններ, ունենանք 5-5 ֆորմատի երկարաժամկետ, 9-9 ֆորմատի 11-11-ի։ Հիմա մենք արդեն պայմանավորվածություն ունենք քաղաքապետարանի հետ Գլենդելի, վերցրել ենք մի հենց նոր կառուցված դաշտ, այնտեղ դեռ ոչ մի լիգաներ, ոչ մի բան չի կազմակերպվել, շատ լավ խաղադաշտ է, Fremont Park է կոչվում, պայմանավորվածությունով մենք վերցրել ենք ամբողջ տարվա համար եւ շարունակելու ենք այնտեղ կազմակերպել 9-9-ի դեմ առաջնությունները, թիմերը շատ են գրանցվողները, հիմա շատ թիվը մեծ է գրանցվողների, բայց պակասը մեր խնդիրը այնա, որ դաշտերի պակաս կա, որ նշեցի արդեն, մենք փորձում ենք այն թիմերը, որ գրանցվում են, փորձում են գրանցվել բաժանենք դիվիզիոնների, որ համապատասխան մակարդակի թիմեր գտնվեն նույն դիվիզիոնում եւ ավելի հետաքրքիր լինի բոլոր թիմերի համար։ Հիմա ամեն մի դաշտում մենք փորձում ենք գտնել այդ մակարդակի թիմերի լիգան կազմակերպենք, որ ունենանք բոլոր մակարդակների համար, բոլոր ֆորմատների համար տարբեր տեսակի լիգաներ։
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը նույնիսկ այսպիսի կազմակերպվածության բաներ ցույց չի տալիս, շատ գովելի է իդեպ ու այստեղ կա մի ընդհանրություն եւ Հայաստանում եւ Ամերիկայում խաղադաշտերի խնդիր կա, ինչպես հասկանում ենք, բայց ես վստահ եմ, որ այստեղ առաջիկայում աշխարհի առաջնությունը բնականաբար լինելու են մեծ շինարարական աշխատանքներ կլինեն, ստադիոններ կառուցվեն, որպեսզի մասսայականացվի ֆուտբոլը նաև աշխարհի առաջնությունից հետո եւ այդ խնդիրը կլուծվի։ Եվ այսպիսի մի հարց հարուտ բնականաբար մենք չենք կարող չխոսել հայկական community-ի մասին, նա այստեղ Միացյալ Նահանգներում, հայաշատ Գլենդելում ինչպիսի ազդեցություն ըստ քեզ կարող է ունենալ կամ ունեցավ նման կարգի մրցաշարերի անցկացումը եւ հայկական թիմերի, հայ ֆուտբոլիստների ներգրավվածությունը կարող է ինչ-որ կերպ փոքր, բայց խթան հանդիսանալ հայկական community-ի ամրապնդման համար այստեղ Լոս Անջելեսում եւ առհասարակ Միացյալ Նահանգներում։ Կարծում եմ, որ իր դերն ունեցավ հայկական համայնքի, այսպես ասած, ավելի իրենց օրակարգի մեջ, իրենց օրվա մեջ, իրենց կյանքի մեջ ինչ որ մի փուլում հետաքրքրություն մցրեցինք եւ փորձում ենք նրանց համախմբել, ինչու ոչ, երբ որ մենք գնում ենք AFL-ի խաղերին, այնտեղ տեսնում ենք հայերի մի մեծ զանգված, ովքեր գալիս են եւ երկրպագում են եւ ինչի համար ես նրանց շատ շնորհակալ եմ, գալիս են շատ որպես AFL-ի համար մտահոգ մարդիկ կիսվում են մեզ հետ, AFL-ի բացերի մասին են խոսում։ Իհարկե բոլորը կարող են գովեն AFL-ն, բայց մեզ այդ բացերն են պետք, որ մենք իմանանք ինչով կարող ենք զարգացնել AFL-ն, այդ հայկական համայնքն է, որ գալիս է եւ մեզ ասում է ավելի լավ կլինի սա այսպես լինի, իմ կարծիքով սա այսպես ավելի լավ կգնա լիգան, հայկական համայնքը մեզ օգնում է շատ հարցերում, կազմակերպչականի հետ կապված մենք երբ որ դաշտերի հետ խնդիր ենք ունենում էլի առաջին մարդիկ նրանք են, ովքեր որ մեզ ուղղություններ են տալիս, ովքեր որ մեզ մեր մեջքին են կանգնած, ինչպես կարող ենք հետաքրքրվել որտեղ, որ ուղղությամբ։ Իհարկե մեծ դեր ունի հայկական համայնքը եւ մենք էլ փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանց համար հետաքրքիր լինի մեր լիգայի խաղերը, նրանց ներկայությունը մեզ մոտ։ Ուշադիր լսեցիք, չէ՞, այս հայտարարությունը, որ պատրաստվում է AFL-ն անցկացնել մեծ մրցաշար Լիովի նոր մարզադաշտում, Գլենդելի քաղաքապետարանի հետ արդեն կա համաձայնությունը, ճիշտ է։ Եվ հիմա, քանի որ առաջիկայում լինելու է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններ, բոլոր նրանց, ովքեր որ պատրաստ են խոսել Գլենդելի կյանքի մասին, Գլենդելի կյանքի բարելավման մասին, խնդրեմ AFL-ին աջակցելը լավագույն հնարավորություններից մեկն է ցույց տալու ձեր սերը եւ մտահոգությունը Գլենդել քաղաքի հանդեպ, զարգացնել AFL-ն եւ զարգացնել սպորտը, խթանել առողջ ապրելակերպը։ Հարուտ շնորհակալություն մեր տաղավար գալու համար, ես հաջողություն եմ մաղթում AFL-ին, որովհետև իսկապես Լոս Անջելեսում, Միացյալ Նահանգներում նման կարգի մրցաշարերի անցկացումը շատ կարևոր է եւ ֆուտբոլասերների համար սա իսկապես մեծ տոն է։ Շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալություն Ռոբերտ ջան հյուրընկալելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Amateur Football League-ի համահիմնադիր Հարություն Ախվերդյանն էր մեր տաղավարում։